Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այսօր շատ կարևոր խոսակցություն ունենք անելու, իսկ ավելի ճիշտ մի փոքրիկ դասախոսություն կկարդամ մի շատ կարևոր թեմայով, որը վերնագրել եմ հոգևոր և նյութական աշխարհների սահմանագծին։ Ու սա կարևոր է թե ընդհանուր զարգացվածության համար, թե հումանիտար գիտություններով աշխատող մարդկանց գիտնականների համար, գիտնականներին, նրանց էլ է պետք, որտև խոսալու ենք թեմաներից, որոնք խորը փնտրտուքների միջով, հազարամյակների միջով եկե հասել են մեր օրեր, և ես հիմա կնքան պարզ, կփորձեմ այնքան բարդ բաներ բացատրել, որ էլ չասած, կաշխատեմ հնարավորինս անուններ չտալ, հնարավորինս հեռու մնալ մեր օրվա կենցաղային ճղճիմից։ Ես նկարներ եմ երկու հատ ցույց տալու։ Խնդրեմ։ Հուսով եմ նորմալ տեսնում եք։ Սա խաչքար է, բոլորս էլ գիտենք, ջուղայի խաչքարից են, որոնք հիմա չկան, ադրբեջանցիները սրանք կոտրել, ջարդել, բեկորների են վերածել ու թաղել են։ Դա նկարահանել էին Իրանի սահմանապահները և այդ տեսանյութերը դրանք ավերելու կան YouTube-ում, եթե ուզում եք գտնեք, բայց ինչի համար եմ սա դրել, ժողովուրդ, կարելի է իրատես համարել կամ այնքան իրատես գտնվել, որ ասել, որ սա ընդամենը քար է։ Կարող ենք, չէ, ուղղակի նայել, ասել, դե այ մարդ ինչ են, քար է էլի ինչ-որ ծակծկած գծեր է քաշած վրան, քար է, սովորական քար է, կարանք այդպես դիտարկենք սրան։ Կարող ենք, ինչ-որ մեկը կարող է նայի և ասի, հա ինչ, խաչքար, ինչ, ընդամենը քար է, կարելի է այդպես դիտարկել։ Մանավանդ, որ խաչքարը իրականում տեսած լինեք այսպես դաշտերում, կտեսնեք քարաքոսը վրան, առանձնակի այդքան էլ չեք հուզվի այդ տեսարանից, հա, իրատես եք նայում, ասում եք, այ մարդ, դեսա ինչա, որ քար է, դեսի փակեմ, հա, կարելի է այդպես անել։ Զուգահեռ եմ տանում, նայենք այս մյուսին, հա, սրան նայենք, կարանք նայենք սրան և ասենք, հա դե ինչ հա որ, քար է էլի, ժայռ է, տաշած է, ընդեղ բան կամարներ կան, ու հա, շինություն է, կարանք նայենք սրան և ասենք, որ սա ընդամենը շինություն է, և այդ մեր մոտեցումը համարենք իրատեսություն, ասենք մենք իրատես ենք և այս պատկերի մեջ տեսնում ենք շինություն, ընդամենը, կարելի է, եկեք մի ուրիշ բան ցույց տամ, իսկ կարելի է այդ նույն գիծը բռնելով գնալ հասնել այս մի նկարին, հլը տեսեք, դե ասեք հա ինչա գմբեթա, կամարա ինչա, սա էլ է շինություն էլի, շինություն է, ստեղից էլ ինչ-որ երկաթից մի հատ պարան է կախած կամ ժնջիլ է կախած, հա ինչ, ժնջիլ, մեր գոմերում էլ, մեր կոլխոզներում էլ, ենքան ժնջիլ ենք տեսել, որ ժնջիլ էլի, կարելի է, էդ էլ է տարբերակ, կարելի է նայել սրան, սա որպես այդ առաջի սլայդ էի դրե արժեբանություն, հոգևոր և նյութական աշխարհներ վերնագրով, կարելի է ասել, դե գույներ են, գծեր են, դե հիմա ինչ, գույներ են, գծեր են, իրատես էլի գտնվել, կարելի է նայել սրան
ու ասել հա ինչ, մագաղաթ է էլի, մագաղաթ է, վրան էլ թանակ, մագաղաթն էլ որն է, մագաղաթն էլ կասենք բան է, ասա, մշոճ առընտիրն ասա, մագաղաթն էլ դե երինջի կաշի է էլի չորացրած, մշակած երինջի կաշի է, ամեն էջը մի երինջի կաշի է իդեպ, 28 կիլոգրամ է կշռում, մշոճ առընտիր, մագաղաթ է էլի, մատյան է, դե վրան էլ թանակ է էլի, ինչ չորացած կաշի, վրան էլ թանակ, կարող ենք սա համարել իրատեսություն, սա նրան է վերաբերվում, երբ որ ասում ես մարդը քեռակնոջ հետ կապված ինչ-որ խնդիրներ, քեռու հետ կապված երևի խնդիրներ, այդտեղ քեռակնոջ հետ կարծես առանձնակի խնդիրներ չկան։ Եվ այդ մարդուն դիմես, այդ հետ հարցով դիմես, ասես սրբազան, ասես սրբազան ու շարունակես ինչ-որ պատմություն։ Դա նույնն է, որ նայես սրան ասես դե երինջի մշակած չորացած կաշի է, վրան էլ թանակ, ինչ։ Դա նույնն է, որ նայես խաչքարին, ասես դե քար է էլի, այ մարդ ծակծկած քար է, շներն էլ գալիս են ոտները բարձրացնում են այդ քարի վրա, միզում են, գնում են։ Ինչ, քար է էլի։ Եվ բոլոր առաջադեմ իմ մտերիմներին եւ անծանոթներին եմ դիմում։ Իբրև առաջադեմ ձախական ավանդույթները քանդող ավիրող, արհամարող, աթեիստներին եմ դիմում։ Կարելի է նայել եկեղեցուն, դե ասել շինություն է էլի։ Նայել սրբազանին, եպիսկոպոսին ասել դե մարդ է էլի, Լևիա գնացել կյանքում մի 10 անգամ կամ գնում է։ Ճիշտ է, մարդ է։ Ճիշտ է, թույլ է տվել անթույլատրելին իր դիրքից ելնելով։ Բայց նույնքան նույնպես ճիշտ է, որ դա քար է, որ խաչքարը քար է, դա էլ է ճիշտ։ Որ այս մշոճ առընտիրը դա երինջի չորացրած կաշի է ու վրան թանակ, դա էլ է ճիշտ։ Բայց դա է ընդամենը վերջ, դրանից են կողմ բան չկա, այս ինչ մենք քննարկում ենք քարա, կաշիա, մարդա, խոսում ենք նյութականի մասին, այն ինչ հնարավոր է շոշափել, կծել, հոտ քաշել, մենք խոսում ենք նյութականի մասին, բայց արդյոք այս ամեն ինչ է, առարկաները և իրերը, և նույնիսկ անձինք, ում ես հիշատակեցի, արդյոք սրանք միայն և միայն նյութ են, թե նրանք կրում են ինչ-որ բան ավելի, անշոշափելի, անծամելի, անհոտոտելի, մի բան էլ ավելի, որովհետև եթե ես հիմա ընդունեմ, որ բոլոր աթեիստներն ու այդ առաջադեմ խոսքիս ոչ այնքան լավ իմաստով, այդ ձախական գրագետները, այդ հանդուրժողականություն քարոզող, հանդուրժողականությունից օգտվող, բայց այլոց նկատմամբ խիստ անհանդուրժողական, այդ մշտական գործիչները, բոլոր դարերում եղած այդ կերպարները, եթե ճիշտ են, դուք հասկանում եք դա ինչի է տանում, եթե մարդիկ մշոճ առընտիրը նայելուց, այսա նայելուց, տեսան միայն չորացրած կաշի և թանակ։ Դա բերելու է նրան հարգելիներս, որը ահա սրան մի օր մարդիկ նայելուց, կարակ են վերևը չնայեք, այսքանը նայեք, այս սրան մարդիկ նայելուց, կտեսնեն էլի թուղթ ու թանակ, ու ցանկացած օրենսգիրք, որ դուք կվկայակոչեք,
Կասեք, գիտեք, ինչ չի կարելի սպանել։ Նա կասի քեզ, ինչու չի կարելի։ Որովհետև կասեք, դա օրենք է։ Կասեն, այդ ինչ է այդ օրենքը։ Կասես ոնց, քրեական օրենսգիրքը կբացես, կասես, տես գրած է, չի կարելի սպանել։ Կասի դա թուղթ է եւ թանակ։ Կբացես սահմանադրությունը, կասես, տես սահմանադրությամբ գրած է, որ նախորդ իշխանություններին չի կարելի պատժել ցասումի ողջ խորությամբ եւ դաժանությամբ։ Սահմանադրությունում գրած է։ Ու այդ ժամանակ այդ ցասումի կրողը կասի ինչ սահմանադրություն, դա ընդամենը թուղթ ու թանակ է։ Ինչ սահմանադրություն։ Սրա մասին լավ մտածեք։ Եթե ձեզ թվում է, դուք մարդկանց այնքան ցինիկ դարձրեցիք, որ նրանք խաչքարի մեջ տեսան քար, որ նրանք եկեղեցու մեջ տեսան շինություն, որ նրանք մագաղաթի մեջ տեսան ընդամենը ինչ-որ պատմական մի բան, նրանք վաղը օրենսգրքի մեջ տեսնելու են թուղթ ու թանակ, սահմանադրության մեջ տեսնելու են թուղթ ու թանակ, իրավակարգի մեջ տեսնելու են ձևականություն, կոմպլեքսներ, բարդույթներ, մի սպանիրի մեջ տեսնելու են թուլություն։ Դուք հասկանում եք ինչին եք կպե ու ինչն եք ուզում քանդել։ Ու դուք համոզված եք, որ ձեր քանդածի փլատակների տակ դուք ողջ կմնաք։ Դուք համոզված եք, որ այդ փլատակների տակ դուք կկարողանաք մազապուրծ լինել։ Հələ մտածեք, այս ինչն եք քանդում։ Եվ եթե սրբազանի տակ դուք բոզարած եք ներկայացնում նկարագրում, դուք հասկանում եք ինչ կարելի է ձեր կոստյումների պիջակների տակ, ձեր աշխատանքային սեղանների տակ գտնել։ Ու դուք հասկանում եք, որ իրոք կան մարդիկ, որոնց համար մեկ են թե մեկը, թե մյուսը, եւ նրանք ընդամենը անսպար ցասումի կրող են, անսպար վրեժխնդրության ծառավ, մեռնում են ծառավիտ ու տենց էլ չեն մեռնում։ Դուք հասկանում եք ինչ եք որոշել, ճոճել, քանդել, փլել։ Սա առաջինը։ Սա միշտ հիշեք, եթե Շանթը հաճախ է խոսում արժեքներից, ես այսօր արժեքների մոլեկուլյար մակարդակը ցույց կտամ։ Դրանց ծնունդն ու զարգացումը ցույց կտամ։ Շանթին էլ որպես հարգանքի նշան հիշատակելով ես հաղորդման մեջ։ Գոյություն ունի նյութական աշխարհ եւ գոյություն ունի հոգեվոր աշխարհ։ Նյութական աշխարհը համաբնութենական է։ Ամբողջ բնությունը նյութական աշխարհում եւ նյութական աշխարհով է ապրում։ Ու գրեթե ամբողջ բնությունը։ Հիմա ուշադիր դուք ինչին եք մոտիկ գալիս, այսքանին բացատրություն եմ ուզում տալ։ Եվ այսպես ես տեքստը դնեմ, դուք էլ ինձ հետ տեսնեք։ Չէ, լավ տեքստը կարդամ։ Ուրեմն պետություն, եկեղեցի, հանրություն, հոգևոր եւ նյութական աշխարհների սահմանագծին։ Եթե մի պահից սկսած, ինչ որ պահից սկսած, խաչքարի մեջ տեսնենք միայն քար ու քարակոս, ապա սահմանադրությունն ու օրենքները կդառնան թուղթ ու թանակ ընդամենը։ Ու եթե ոմանք կարծում են, որ սա է ճշմարտությունն ու
իրատեսությունը, պրագմատիզմը չարաչար մոլորվում են, որովհետև երբ խորհրդանիշը դրոշ, զինանշան, ոչ ֆորմալ չձևակերպված սրբություններ, արժեքներ, հավատ, պատմություն, աշխարհի հնագույն կազմակերպությունը, երկիր մոլորակի վրա ամենահին կազմակերպությունը դա հայ առաքելական եկեղեցին է, ավելի հին կազմակերպություն գոյություն չունի, օֆիցիալ կազմակերպություն, առաջին քրիստոնեությունը ընդունած եւ մինչեւ այսօր պետական մակարդակով կազմակերպվել է այդ հիմնարկը, եթե կուզեք այսպես ասեմ, եւ դա աշխարհի ամենահին կազմակերպությունն է, օրգանիզացիան է, օֆիցիալ գրանցված 1700 տարեկան ոչ մի կազմակերպություն աշխարհի վրա չկա եւ ոչ մի եկեղեցի օֆիցիալ գրանցված այդ տարիքը չունի, ոչ մի կազմակերպություն այդ տարիքը չունի։ Եթե խորհրդանիշը դառնում է պարզապես պատկեր, ուշադիր, երբ խոսքը դառնում է պարզապես ձայն, երբ երաժշտությունը դառնում է ծլվլոց, հռնձյուն, սուլոց, ապա քաղաքակրթությունը անեանում է որպես պատրանք, մշակույթը դառնում բնության անոմալիա, իսկ իրավակարգը երազ, որից արթնանում ենք կամ որպես գիշատչից ճողոպրող նախիր, կամ որպես արյունարբու ոհմակ, ու այս մղձավանջը, որին իրատեսորեն կկոչեն իրականություն, կլինի անվերջ ու անընդհատ։ Սուսաննա Բալասյանն ասում է, ես աթեիստ եմ, նեղացա ու գնում եմ։ Սուսաննա ջան, բարի ճանապարհ, իդեպ քեզ ոչ ոք չէր հրավիրել։ Ոչ ոք։ Ես հիմա իմաստության խոսքն եմ ասում։ Ես այն եմ ասում, որ ձեզ դպրոցներում այդքան էլ լավ չեն սովորացրել, ինստիտուտներում վաբշե չեն սովորացրել, տոսկի իրենք էլ չգիտեն, որ ձեզ սովորացնեն։ Ու ես խոսում եմ բարդ բաներ, որ աշխարհի գիտնականներս կարող է չգիտեն ու դեռ չեն հասկացել։ Շատ պարզ հայ ժողովրդի հայերեն հասկացող մարդկանց համար։ Եթե չեք ուզում, մի հատ էլ մեկնաբանություն են գրում։ Եվ այսպես, ու եթե արթնանում ենք ես իբր թե իրատեսորեն, երբ խոսքը դառնում ընդամենը ձայն, երբ խորհրդանիշը դառնում ընդամենը պատկեր, տեղափոխվում ենք այս նյութական դաշտ, իսկ այն ամեն ինչը հոգևոր դաշտում է։ Այս արթմնի աշխարհում, հոգևորից զուրկ այս նյութական աշխարհում չի լինելու այնպիսի հասկացություն, այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իրատեսությունն ու ճշմարտությունը։ Ահա թե ինչու են մոլորվում են մարդիկ, ովքեր իրատես եւ ճշմարիտ են համարում խաչքարին քար համարելը, որովհետեւ նյութական այդ աշխարհում չկան այ իրատես եւ ճշմարիտ հասկացություններ։ Իրատեսությունը որպես հասկացություն, դա հոգևոր աշխարհում է։ Դա ինտելեկտի աշխարհում է, դա ծամեր չի լինի, դա ոչ նյութական աշխարհում է, իրատեսություն հասկացությունը։ Ճշմարտությունը որպես հասկացություն, դա արժեքների, դա մտքերի աշխարհում է։ Իրական աշխարհում ճշմարտությունը չես կարա բռնես մեկին ցույց տաս։ Դա ոչ նյութական հասկացողությունների դաշտում, հոգևորի տիրույթում գտնվող երևույթ է, ընկալումը։ Ահա երբ որ դուք կքանդեք այս ամենը, այդ ժամանակ ոչ իրատեսությունը կլինի, որտեղ քանդված է, ոչ էլ ճշմարտությունը կլինի, որտեղ էլի քանդված է։ Որովհետև նյութերի աշխարհում չկան հասկացություններ,
Եվ այսպես Պավլովը ռեֆլեքսները բարձրագույն նյարդային համակարգի գործունեությունը ուսումնասիրելիս կենդանիների մոտ Նոբելյան մրցանակակիր է իդեպ Պավլովը ձևակերպում է երկրորդային ազդանշանային համակարգ հասկացությունը Երկրորդային ազդանշանային համակարգը դա արդեն այն պատկերն է որը խորհրդանիշ է դառը Այն ձայնն է որը խոսք է դառը Երբ որ գրում ես ջ ու ր մարդը նայում է ջուր կամ կարդում է ջրվեժ կամ կարդում է արվակ արվակի կարկաչ ու լսում է ու զգում է ու հասկանում է Այնինչ դիմացը նյութերի աշխարհում ընդամենը թուղթ ու թանակ է կամ համակարգչի էկրանին պիքսելներ են նյութերի աշխարհում դա պիքսելներ են Բայց ոչ նյութական հոգու աշխարհում հոգևոր աշխարհում գաղափարների աշխարհում դա ջուրը արվակա ջրվեժա հրդեհա կրակա մոխիրա Պավլովը դրան տվել է երկրորդային ազդանշանային համակարգ հասկացություն Առաջնային ազդանշանային համակարգը երբ որ կրակը այսպես բերում եմ քիթ մռութ դեմ տալիս Այդ դեպքում այդ այրվելը, այդ մազերի խանձվելը, խանձածի հոտը, այդ ցավը կամ այդ ջերմության զգացումը, այդ ամեն ինչ առաջնային ազդանշանային համակարգ է։ Այս ամեն ինչի գրավոր ձևով հաղորդելը կամ բանավոր ձևով հաղորդելը, հնչյուններով հաղորդելը, սա արդեն երկրորդային ազդանշանային համակարգ է, որը իր բարձրագույն դրսևորումը ունի միայն մարդկանց մոտ։ Կենդանիներն էլ ունեն այսպիսի բան թույլ արտահայտված շատ թույլ արտահայտված եւ ահա երկրորդային ազդանշանային համակարգը հենց այն սկիզբն է այն հիմքն է որի վրա ստեղծվում է ամբողջ հոգեվորը գաղափարականը արժեքայինը մշակութայինը մի էջ բան եմ կարդալու ընդամենը խնդրում եմ համբերատար եղեք Եվ այսպես երկրորդային ազդանշանային համակարգ Պավլովը Նոբելյան մրցանակակիր առաջին բառերը ձևակերպում ասա Եվ ստեղ ինչն է հատկանշական որ առաջին բառերը դրանք բնաձայնություններ են այսինքն բնության ձայների վերարտադրություն են ասում են կկու դա այդ կկուի այդ նույն ձենով այդ նույն ձայնը հանող թռչունն է ասում են գառ կամ ագրավ Դա այդ ձայնը հանող թռչունն է, ասում են գամբր, դա այդ կենթանու հաչն է, գամբ, են վերջում են պրոշները, գամբ, այդ կենթանու հաչն է, մենք սա բառ ենք դարձնում, ձայները բառ ենք դարձնում, ձայնը դառնում է խոսք, հազարավոր տարիներ առաջ, տասնյակ հազարավոր տարիներ առաջ Եվ առաջին պարերը դրանք լինում են կենթանիների շարժումներ Յարխուշտան միջև այսօր գալիս է Քոչարին կարծեմ Յարխուշտան հաստատ խոյամարտն է պատկերում Կողը որպես սպորտաձև որպես պարելայեղ է Գամփրների գոտեմարտն է խորհրդանշում Ու ամեն ժողովուրդ իր տարածքի, իր հող ու ջրի, իր բնաշխարհին համապատասխան սկսում է մշակույթ ձևավորել երկրորդային ազդանշանային համակարգ։ 4 գիտություն եմ խոսում։ Այստեղ արդեն սկսում է տարբերությունը, հետո հեսա կանդրադառնամ դրան։ Ամեն ժողովուրդ իր բնաշխարհին յուրահատուկ բնաշխարհով պայմանավորված ձևավորում է այս խոսքը, մշակույթը, պարը։ Ուրեմն արվեստում սա հասնում է իր բարձրակետին, այս երկրորդային ազդանշանային համակարգի ձևավորումը։ Արվեստում օպերա է հասել, բալետի է հասել, սիմֆոնիկ նվագախմբի է հասել, կերպարվեստի է հասել, քանդակագործության,
չգիտեմ էլ ինչեր, արվեստում պոեզիայի է հասե, ստե արդեն գրականությունը, հասնում է իր կատարելությանը, կատարյալ դրսևորումներին, բայց սա սկսում է կկույով, ագրավով ու յարխուշտայով, այնտեղ է սկսում, եւ այս ամեն ինչը մի բան է, երկրորդային ազդանշանային համակարգ, որը ձևավորում է ոչ նյութական աշխարհ, վերացական աշխարհ։ Իդեպ Պլատոնն ու Արիստոտելը այս ամեն ինչի մասին լավ խոսել են, երկար քննել են այս հարցերը, բայց այս իտոգին ինչ որ ես հիմա եմ ներկայացնում, այս եզրահանգմանը չեն եկել։ Իրանք սա ձևակերպել են որպես միմեզիս։ Հետո սրա մասին երկար կխոսանք, սա շատ կարևոր թեմա է։ Ու ել եմ ասում, ինչ հիմա դուք լսում եք, այս աշխարհում շատ քչերն են լսել։ Էսես պարզ էլ ավելի քչերը։ Հայերեն ոչ ոք չի լսել սա, ոչ ոք։ Երկրորդային ազդանշանային համակարգ, որպես հիմք հոգևոր աշխարհի, հոգեկան չէ, հոգեկանն էլ է կենսաբանական, հոգեկանն էլ է նյութական, հոգևոր աշխարհի։ Սակայն մինչև արվեստը կամ առնվազն դրան զուգահեռ, երկրորդային ազդանշանային համակարգը բերում է կոմունիկացիա մեծ թվով անձանց միջև։ Ուրեմն առաջին հերթին այս երկրորդային ազդանշանային համակարգը, խոսքը դառնում է կոմունիկացիոն հզոր գործիք, որով մեծ թվով մարդիկ, մեծ թվով բնական խմբերին համար անսովոր մեծ թվով մարդիկ սկսում են իրար հետ հարաբերվել։ Ուրեմն բերում է կոմունիկացիա մեծ թվով անձանց միջև, իրարից հեռու գտնվող անձանց միջև, իրար չտեսած անձանց միջև եւ սերունդների միջև 100, 200, 500 տարի առաջ ապրած մարդու կյանքը, խոսքը, փորձը բանահյուսությամբ գալի հասնում է ինչ որ մեկին, դրանից էլ բանահյուսությամբ գնում է եւս 2000 տարի, միջև միտեղ գրի է առնվում։ Նույնը երգը գալիս է երգելով, սերնդեսերունդ փոխանցվելով, մի օր հայ եկեղեցին տաղերի ձևով դա գրի է առնում, հետո այդ տաղերի վերծանումներ են մոռանում։ Չնայած Արթուրը Շահնազարյան մեծ մարդ, պրոֆեսոր, կոմիտասագետ, մեծ հաշվով ահագին բան վերծանել է տաղերից։ Կոմիտասն է իր հերթին տաղերից վերծանումներ արել էլի ահագին։ Ահա այս կարգի կոմունիկացիոն գործիք է հայտնվում կենդանիներից մեկի մոտ, Homo sapiens։ Այդ Homo sapiens-ի մոտ սենց առանձնահատկություն է լինում։ Հիմա տեսեք ինչ է դա բերում։ Դա տալիս է անբնական մեծ հիշողություն եւ զարմանալիորեն ճշգրիտ կանխատեսելիություն։ Ուրեմն մեծ բազա հիշողության եւ կանխատեսելիության հաշվարկելու, անցյալի փորձը հաշվի առնելով ապագան կռահելու զարմանալիորեն մեծ հնարավորություններ։ Երկրորդային ազդանշանային համակարգ։ Մի խոսքով սա ադապտացիայի աճ է։ Այն տեսակը Homo sapiens, որը այս ունակությունն ունի, նա ավելի մեծ ադապտացիա ունի։ Եվ նա արդեն բնության մեջ մյուսներից առաջ է անցնելու։ Որտեւ սա էլ եմ ասում անբնական, զարմանալիորեն մեծ ունակություն է։ Բնության մեջ սա ունենալ նշանակում է դա ֆանտաստիկա է։ Բիոլոգիայի տեսանկյունից դա ֆանտաստիկա է։ Այ ինչ որ շիմպանզեն, գորիլան ունեն, այ դա, ահա, այս սենց հերիք է ապրելու գոյատևելու համար, այս սենց հերիք է։ Իսկ այն ինչ Homo sapiens-ը ունեցավ, դա մի ցնդելու բան է։ Ու հիմա մարդիկ, որոնք այս պատմածից մի տոկոսը չգիտեն ու չեն կարդացել ու չեն հասկանում, քլունգ նարը հենգել են, ասում ընդամենը քար է, ընդամենը էրինջի կաշի է չորացրած, վրան էլ թանակ է լցած, բզբզած, խզմզած։ Կոմունիկացիան բերում է համագործակցության ուշադիր,
ավելի մեծ մասշտաբների, քան սովորական մարդկային փոքր համայնքներն էին։ Փոքր, ասենք, կարա լիներ 150 հոգանոց։ Սա բերում է մեծ խմբերի համագործակցության ավելի մեծ մասշտաբների։ Խոսք բերում է, ծնում է սա խոսք, ավանդույթ, սա ծնում է օրենք, սա ծնում է դավանանք, սա ծնում է արվեստ, սա ծնում է գիտություն։ Ու սրանք հատկապես լեզուն, կրոնը, խորհրդանիշերը, ավանդույթը տալիս են մարդկանց խմբերին խմբային ինքնություն։ Եթե վաղը ես մեկ ուրիշի հետ պատրաստ էի իմ կյանքը զոհաբերել, որովհետև նա իմ եղբայրն է, իմ քույրն է, իմ զավակն է, իմ ծնողն է, հիմա մարդը կյանքում մեկին չի տեսել մեկ ուրիշին, բայց նրա հետ ունի կոլեկտիվ ինքնություն, ասում մենք նույն դավանանքին ենք պատկանում, մենք նույն հայրենիքն ունենք, մենք նույն խորհրդանիշն ենք մեծարում, սրբացնում։ Եվ իրարից լրիվ անկապ անծանոթ մարդիկ, որ կյանքում իրար չեն տեսել ու հետո էլ չեն տեսնելու, իրենց կյանքը զոհաբերում են այդ լրիվ անծանոթի համար։ Ձեզանից քանիսն է անձամբ ճանաչում 5000 մեր զոհվածներին, նրանց հարազատներին, նրանք քանիսին էին ճանաչում մեր 3 միլիոնից, քանիսին էին ճանաչում։ Հասկանում եք ինչ է այդ կոլեկտիվ ինքնությունը, որը երկրորդային ազդանշանային համակարգի վրա է ձևավորվում։ Ուրեմն ավելացնում եւ ամրացնում եւ մեծացնում է համագործակցությունը։ Գիտությունը սրա վրա սկսում են մարդիկ տրամաբանել, ի հայտ է գալի մաթեմատիկա, մաթեմատիկական մտածելակերպ, սա բերում է մի հատ լրիվ ուրիշ, էս ինչ է, լույսերը գնաց, սա բերում է թռիչքաձև աճի, գիտության, գիտությունը տալիս է նոր գործիքներ, զենքեր, ավելի ճշգրիտ եւ արդյունավետ օգտագործվող, արվեստը, կրոնը, մշակույթը տալիս է լարվածության լիցքաթափվում, հոգեկան ցավազրկում արվեստից, այդ բանահյուսություններից, այդ թատրոնից, այդ երաժշտությունից, մարդիկ հանգստանում են ներքուստ, դա մի հատ ուրիշ պրոցես է, իրականությունից կտրվում են, իրանց ցավերը թեթևանում է, իրանց միապաղաղությունը կամ իրանց կարիքավորությունը մի պահ մոռացվում է, իսկ սա բերում է էլի դիմադրողականության մեծացման, այսինքն ավելի լավ ադապտացիա։ Այսպես առաջանում ու ձևավորվում է հոգևոր աշխարհը, որը նյութական աշխարհին զուգահեռ ստեղծում է նոր իրականություն, ինչը թույլ է տալիս քաղաքակրթական թռիչք, սա էլ իր հերթին բերում է նյութական աշխարհի փոփոխության, այսինքն հոգևոր աշխարհը, գաղափարների, արժեքների, մշակույթի աշխարհը փոխում է նյութերի աշխարհը, այն աստիճան, որ այսօր մոլորակի վրա կյանքը կանգնած է բնաջնջման վտանգի տակ, այս ատոմային հսկա պոտենցիալից, որը իր հերթին երկրորդային ազդանշանային համակարգի վերջին հաշվով մեր օրերի ծնունդն է։ Աշխարհը ինչ է անում, անշոշափելի աշխարհը ինչ է անում, դա շոշափելի աշխարհը դառնում է գոյության եւ չգոյության խնդրի առաջ։ Դուք պատկերացնում եք դրա հզորությունը, դրա քանչեն, սրանք բոլորը գաղափարական հոգևոր արժեքային դաշտից են։ Հələ տեսեք, խաչ, մեհյան, աղոթք, մանտրա, օրենք, դատ, սրբություն, բարոյական կներեք էլի ինտերնետի հետ խնդիրներ կա։ Մի խոսքով, խաչ, մեհյան, աղոթք, սրանք լրիվ վերացական հասկացություններ են, վերացական։ Օրենք, դատ, սրբություն, բարոյականություն, ճիշտ։ Մի տարում չի լինի, 10 տարում կլինի, 10 տարում չի լինի, 100 տարում կլինի։
բայց դա լուրջ հետևանքներ է թողում։ Իսկ դրա պահպանումն ու փայփայումը բերում է ինչի, բերում է լուրջ համակարգման մի խոսքով ուզում եի նաև բացատրեի ես ինչ անում, մեր մոտ դոյսերի ու բանի ուզում եի նաև բացատրեի թավսա որտեղից է գալի երկրորդային ազդանշանային համակարգի հիմքերը, բայց դրա համար միգուցե խոսանք առանձին։ Բայց ժողովուրդ ջան, ուրեմն ուշադիր, մենք մարդ ենք, քաղաքակրթություն ենք հոգևոր արժեքներով։ Անկախ նրանից, թե նյութը, որ կրում է այդ արժեքները, ապականված է, թերի է, թե սուրբ է, անկախ դրանից, նյութը, որ կրում է այդ արժեքները, դա կարևոր է, բայց ամենակարևորը դա չի։ Եվ եթե սկսել ես, ես չեմ ուղղակի վարչապետին ակնարկում, դա վարչապետից շատ առաջ է սկսել, դա շատ երկրներում, այդ թվում զարգացած և հարուստ երկրներում է սկսել, շատ լուրջ երկրներում հարուստ դա շատ վաղուց է սկսել և շատ ուրիշ տեղեր նույնպես սկսել է, մեզ մոտ հերթական դրսևորումն է այդ ախմախության, այդ հիմարության, և ես ուզեցա ընդամենը ասել, հիշեցնել, ես համառությամբ չեմ անջատելու ես եթե, չգիտեմ, ես ամեն ինչը կրոն, հավատք, արժանապատվություն, օրենքներ, եսի ոնց է ձևավորվում, որտեղից է գալի, ահա թե որտեղից է գալի։ Այսինքն, եթե նույնիսկ դու աթեիստ ես, դու հասկացի, թե ինչ է պահում եկեղեցին։ Եթե դու արվեստը չես սիրում, դու հասկացի, որ երեխան ջութակի է գնում, դա հենց այնպես չի։ Այնպես չի, որ պագանինի է դառնալու։ Բայց երեխան, որ ջութակի է գնում, դրա տակը մեծ դաստիարակչական իմաստ կա, և դա ապագան է մարդկության։ Մարդիկ, որ գիտություն են ուսումնասիրում, դրա տակ մեծ իմաստ կա, և անկախ նրանից դու նյութական կողմից ինչքանով ես հարուստ, հոգևոր աղքատությունը, մարդկությունը հետ կշպրտի մի քանի տասնյակ հազար տարով։ Հոգևոր աղքատ համայնքները գնալու են մի քանի տասնյակ հազար տարի հետ, եթե